Այնպես, որ 8-րդ գումարման հարց ու պատասխանի վերջին հարցը ես եմ տալիս եւ ստացվում է, որ ամփոփիչ հարցնել ես պիտի տամ, բայց միջև հարցը տալը ես ասեմ, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկ անգամ եւս մասնակցեց Հայաստանի անկախության հանրաքվեին եւ քվեարկեց Հայաստանի անկախության օգտին, ինչը պարտավորեցնում է մեզ բոլորիս, ովքեր այստեղ են եւ հետո լինելու են այստեղ եւ կառավարությունում։ Հիմա հարցը, որը այս ամփոփիչ նաեւ միտք ունի մեջը եւ ադեպի առաջընթաց։ Կառավարությունը 2022 թվականի հոկտեմբերից սկսած, որ 3 քայլերը, որոշումները գործերն է համարում հաջողված եւ որ 3 առաջնային կարևոր գործերը պետք է լինեն առաջիկա 2 տարվա ընթացքում։ Իհարկե մեկը գիտեմ դա Գիրանցի հատուկ զարգացման ծրագիրն է, մյուս երկուսի մասին ցանկալի կլներ, որ լսեն մյուս մեր հանրապետության քաղաքացիները։ Շնորհակալություն։ Հարցին կարձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան հարցի համար։ Իմիջիալոց եկեղեցիների մասին խոսալիս ես մտքիցս թռա, որ խոսեմ Գիրանցի եկեղեցու մասին, որտեղ ես տասնյակ անգամներ իմ մանկությունից սկսած Գիրանց գյուղում եղել եմ, ես չեմ իմացել, որ այդտեղ ընդհանրապես եկեղեցի կա, որտեղ այդտեղ ինչ վիճակ ա եղել, 4 կողմը ծառեր, ինչ որ կույտ։ Ես որ ասել եմ այնտեղ եկեղեցի կա, ասում եմ ոնց կարա այնտեղ եկեղեցի կա, հարյուրավոր անգամներ ես տեով անցել եմ, որ ոնց կարա այդտեղ եկեղեցի լինի, որ մենք չիմանանք։ Հա, եւ եթե պարոն Նազարյանի նախաձեռնությունը չլներ, ես անկեղծ եմ ասում, համոզված եմ իջևանցիների, Գիրանցի ժողովրդի իհարկե կիմանար, բայց իջևանցիների 70, եթե ոչ ավել տոկոս գաղափար չուներ, որ այդտեղ ընդհանրապես եկեղեցի կա։ Եվ այո, այն ինչ որ Գիրանցում տեղի ա ունեցել, ես դա շատ ընդհանրապես սահմանազատումը խաղաղության գործընթացը, ես էլի ուզում եմ հիշենք, մենք ինչ ճանապարհով ենք անցել 2024 թվականին։ Շատ եզրի վրայով ենք։ Մենք եթե այդ որոշումները չկայացնեինք, ես նախընտրական շրջանում ասացի։ Այսօր շփման գիծը անցնելու էր Տավուշի լավագույն դեպքում խորքերից։ Որովհետև խնդիրն այն չէ, մենք մենակ դիմացից չենք կռվելու, մենք թիկունքից էլ դիմացից էլ, երկու կողմից։ Եվ մենք այդ որոշումը կայացրել ենք, բայ ուն են մարդիկ, որ ասում են Գիրանցը դատարկվելու է, Գիրանց, այսօր Գիրանցի 50%-ի չափով տուն կառուցվում է Գիրանցում։ 51 տուն է կառուցվում։ Այսինքն եւ ընդհանրապես կարծում եմ, որ այսօր Գիրանց խաչմերուկ է ըստեյության, որովհետեւ այդ միջպետական մայրուղին, որը հիմա ավելի ապահով է, քան նախկինում երբևէ։ Այսօր մարդ կա, որ այն ժամանակ որ գնում էին Վրաստան, ասում են, հա, բանով գնանք, Վանաձորով գնանք, թե Գիրանցով գնանք։ Հա, այսօր մարդ կա, որ տենց հարց է տալիս ինքը իրան, ընտանիքով գնում եմ, այդտեղով անցնեմ, թե այնտեղով չանցնեմ։ Ինչ վերաբերվում է հաջողված նախագծերին, դուք ռեգիոնալ նկատի ունեք, թե ընդհանրապես։ Դե ընդհանրապես հաջողված նախագծերը 300 դպրոց, 500 մանկապարտեզ, առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում, ճանապարհների կառուցում, բանակի բարեփոխումներ, նոր բանակի ստեղծում, ռազմարդյունաբերություն եւ այդպես շարունակ։ Երեք ինձ թիվ են ասում, թե մեր ռազմարդյունաբերությունը պայմանագիր է կնքե։ Ինձ թիվը տալիս են, գրում եմ, ասում եմ, այսքան ինչ։ Ու ինձ գրում են $։ Ասենք ես նայում եմ այդ թվին։ Ասենք այսքան $1 միլիոն։ Ես նայում եմ այս թվին, ասում եմ, լս կարող է խառնում եք մի բան։ Եվ ընդհանրապես հաջողություն այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ հաջողված պրոյեկտն է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ հաջողության պատմությունն է։ Իր բոլոր պարամետրերով, իր բոլոր զոհերով եւ զոհություններով հերթական անգամ իմ խոնարհումը մեր բոլոր ես ծնկի եմ գալիս իրանց առաջ եւ բոլոր զոհվածների ընտանիքների, նրանց ծնողների, հարազատների առաջ։
ամենահաջող պրոյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ 2026 թվականի Հայաստանի Հանրապետությունը մեր ամենահաջողված պրոյեկտն է։ Եվ այդ պրոյեկտն է, որ ուզում էին մարդիկ կործանել։ Եվ նրանք, ովքեր ուզում էին այդ կործանեն, իրանց սպասում է կործանում։ Միանշանակ եւ աներկբա առանց կոմպրոմիսների։ Առանց պայմանների եւ առանց նախապայմանների։ Շնորհակալություն։ Ես արձագանքից օգտվելով կրկնեմ հարցի երկրորդ մասը, ես նշեցի նաև առաջիկա 2 տարում ինչ առաջնային տեսլական եք տեսնում, որ Հայաստանը պետք է իրականացնի եւ օգտվելով այս պահից նաև ես ասեմ, որ անկախ ամեն ինչից մենք պետք է դիմակայենք այն փորձությանը, որը մենք մեր ժողովրդի օգնությամբ դիմակայեցինք, սա ընտրակեղծիքներ, կաշառատվությունը եւ կաշառք վերցնելը, ես մի անգամ ասեցի առաջարկ, որպես ես ուզում եմ հնչեցնեմ հիմա, որ մենք պետք է շտապորեն կընդունենք, որ այն ուժով համակարգված ձևով բաժանել է ընտրակաշառք, ինքը ոչ միայն զրկվի քաղաքական գործունեությունից, այլ ընտրացուցակում ընդգրկված առաջին 50 հոգին զրկվեն քաղաքականությամբ եւ հասարակական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, որովհետեւ դա հենց կկանխարգելի, որ սրանից հետո որևէ մեկը համաձայնվի, որ իրենք պետք է ընտրակաշառք բաժանեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան։ Այո, առաջին հարցից մեկը այդ քրեա օլիգարխիկ ռեժիմը վերջնականապես եւ անվերադարձ արմատախիլ անելն է։ Հաջորդիվ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, թրիփ նախագծի իրագործումը, սահմանների սահմանազատումը եւ սահմանների բացումը, հաջորդ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզի կառուցումը, այսպես հիշողությունով եմ ասում, էլի, ջրային ռեֆորմը, մեր առաջիկա ամենամեծ անելիքներից մեկը ջրի հետ կապված ոռոգման ջուր, խմելու ջուր եւ ջրահեռացում, ջրամբարների կառուցում, ջրի կուտակում եւ ջրի կառավարում։ Ահռելի մեծ թեմա է, ահռելի մեծ թեմա, եւ բայց խնդրում եմ որևէ մեկը ակնկալիք չունենա, թե 1-2 տարում այս հարցը լուծվի։ Ահա որ մեծ մասշտաբը մենք եկեք պատկերացնենք խնդրի։ Ահա որ մեծ մասշտաբային խնդրեմ է, բայց ինչքան ու մենք սկսել ենք, այս է կարևորը, այս էլ է կարևոր։ Այնեն չէ՞ էլի, որ մենք հիմա ընտրություններից հետո հիշեցինք, վայ, բա ջրի հետ կապված խնդիրներ կան։ Միլիարդների, տասնյակ միլիարդների ներդրումներ են արվել եւ պետության վերելքը նոր որակի պետություն ստեղծելը եւ այսօրվա մեր ունեցածի վրա իհարկե կառուցելը անվտանգություն եւ բարեկեցությունը զարգացնելը եւ իրական Հայաստան դարձնելը եւ պետության հարատեվությունը ապահովելը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարցերը ավարտվեցին, նիստը նույնպես։